մի թեթև պատասխանեմ։ Ուրեմն փոխքաղաքապետի հետ կապված, այստեղ ոնց որ ես ավելի շատ ուրեմն որ ծիծաղում եք, գեղեցկանում եք, ասեմ ձեզ, հա։ Ինչ լավ է։ Ասեմ, չեմ շեղվում։ Մի անհանգստացի, Նարեկ ջան, չեմ շեղվում։ Ասեմ ձեզ, ուրեմն ես ոնց որ նպաստեմ ինչ որ մի բանի, որ ասենք պատկերացրեք, եթե ինձ ձերբակալեն, ինստինկտյան փոխքաղաքապետը պարտավորակ բանը ինքը վերցնում է իր վրա, ստանձնում է եւ ինքը դառնում է քաղաքապետ։ Այ դրա համար ես եթե այդ պահը մենք դա բան ենք անում, թե չէ միանշանակ ես խնդիր չունեմ աշխատելու հետ կապված, ու ես այնպեսի ապրելակերպ ունեմ, որ ասենք ինչքան էլ մարդը հարամ լինի, իհարկե ես իրենց հետ չեմ ասում, ասենք ով ուզում է լինի, ինձ հետ ինքը մաքուր կպահի, որովհետև ես մաքուր եմ պահում ու մաքուր պահանջում եմ մարդկանցից։ Դրա համար ես վախենալու բան չունեմ, բայց եթե այդ սկզբունքը կիրառեն, ոնց որ մենք նպաստենք, որ ԿՊ-ն քայլեր ձեռնարկի, այ դրա համար լոկ դրա համար ոչ։ Ձեր եւ Միքայել Սրբազանի միջեւ կա լարված հարաբերություն։ Իմ եւ Միքայել Սրբը ոչ միանշանակ չկա, մենք իրան Եթե դուք օրինակ թողություն տակ մեղքերի հաջորդ բային էլի մեղք կգործեք։ Ով է բոլորն էլ այդպես են։ Ուրեմն մեղք այնպեսի բան է, որ յետեք ինչ կա։ Ներողություն ասեմ։ Ուրեմն ասում եմ մարդը չի կարող մեղք չգործի։ Ապաշխարում ես, ուրեմն մենք բարձրանում ենք եւ հետո ընկնում ենք։ Այդպես է, մեղքի հետ կապված, ուրեմն այդպիսի մարդ չկա, որ աշխարհում ապրի ու մեղք չգործի։ Անհնարին բան է, որ մեղք չգործի։ Ընտուփ ճգնավորները անապադում մեղք էին գործում եւ իրանց համարում էին բազմամեղ։ Տեսներ Սեր Շնորհալին իր հավատով Խոստովանի մի 24 տոների վերջում ասում է եւ ողորմյակ ու արարածոց եւ ինձ բազմամեղից, բայց ինքը սրբոց դասին էր։ Էլ Նարեկացին չեմ ասում, որ աշխարհի օվկիանոսները դառնային թանակ, մայրցամաքները մակաղատ, դարձյալ չէին կարող գրերի մեղքերից 1000-րդ մասնիկը եւ այդ։ Եթե Արարատ լեռը դնենք կշերկի մի նժարին, իմ մեղքերս մյուս նժարին, իմ մեղքերս կգերազանցե Արարատ լեռին, Գրիգոր Նարեկացին է ասում, Նարեկ լսի։ Ուրեմն պատկերացրեք, այսինքն եթե նրանք իրանց մեղավոր են համարում, բայց աշխարհի մեջտեղը կանգնած ոնց կարող է մեղք չգործեմ։ Հետո այս աղջիկները կթողնեն որ մարդը մեղք չգործի, գեղեցիկ հակած, ոտքերը բաց, ես չգիտեմ ինչ ասես անում են, էլի որ մարդիկ տղամարդկանց գայթակղության պատճառ են հանդիսանում։ Եվ դրա համար ասում է վայ ձեզ կանանց, որ տղամարդկության գայթակղության պատճառն եք հանդիսանում։ Հասկացա՞ք, այ դու էլ դա սովորի։ Քաղաքապետի նախ տեխնազույթ մասին ասեք ով է լինելու եւ երկրորդը արդյոք դուք վստահ եք իր անբասի կենսագրության հետ կապված որ քրեստոնեորինակ գործերի հետ կապված ինքը խնդիրներ չի ունենա Փոխքաղաքապետը այլ տեխնազույթ ով է Գիտեք ինչ կա, եթե հիմա այդպես մտածենք, որ մարդուն պետք է սենց փողոցը բռնեն, տանին ինչ որ կարեն վրել ուղարկեն գաղութ, հասկացար, հիմա ինչ ուզում ես արա, եթե պետությունը նմանատիպ վարկագիծ է անելու, ինչ ուզում ես խոսա, ինչ ուզում ես դիր, հետո իրան կխայտարակվեն, ես չգիտեմ ինչ կլինեն, ընդհանրապես ես չգիտեմ ինչ կդառնան։ Այսինքն հիմա ելում է պետք ընդհանրապես տեղական ինքնակառավարման ընտրությունները, ինչ պետք է այս ամեն համակարգը, որ ստեղծված է, այսինքն այդ մակարդակի քաղաքապետը այդքան իրանց հետաքրքիր է, որ ասենք այդքան ամբողջ ինչ մի բան էլ ասեմ ձեզ, մի բան եմ ասում ձեզ, ինչքան է քաղաքապետը հզոր լինի, պետք է անպայման իր հետևից ուժել տեսնի, հասկանալի է, որ կարողանա։ Օրինակ ես իշքան հզոր քաղաքապետ եմ եղել ու իրոք շատ հզոր քաղաքապետ եմ եղել, բայց եթե Քոչարյանը Ռոբերտը չթեքվեր դեպի Գյումրի, շատ բաներ կար, որ դժվար կլիներ ինձ համար անել, ուրեմն պետք է այդտեղ հարաբերությունները Դատաստանի մեջ մինչև Եվրոմիություն, ես չգիտեմ ինչ։